Սիրելի հայրենակիցներ, Նարեկը շատ բովանդակալից ներկայացրեց տեղի ունեցող այսօրվա իրականությունը։ Ես ուզում եմ մի փոքր այլ տեսանկյունից նայենք, այն ընտանիքները, որոնք ունեցել են, իսկ մենք ունենք բոլոր ընտանիքներում ցավ, վիշտ եւ սուկ, ովքեր ունեն իրենց մաշկի վրա են զգացել պատերազմի դառը հետևանքները, համոզված եղեք ոչ ոք պատերազմ չի ցանկանում։ Այդ թվում նաև մենք։ Իսկ եթե խոսքը գնում էր ստելու մասին, այսպեսի մի բան ասեմ, մեր կոլխոզի նիստերից մեկի ժամանակ, ես դա չեմ կարող անվանել ազգային ժողովի նիստ, պարոն Պապիկյանը ասեց, որ ստում ենք։ Եթե պարոն Թաթոյանը ստում է, ապա հարցը ուղղում եմ իրեն։ Արդյոք մեր սոտքի հանքավայրերի մարտական դիրքերը, Վարդենիսի մարտական դիրքերը, որի 2022 թվականի պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք 207 զոհ, 207 զոհին եւ ոչ ոք իրենց կոլխոզի նիստերի ժամանակ չի հիշում։ Այդ թվում նաեւ քույրս զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, բայց չի նահանջել կին լինելով, դիրքը չի զիջել։ Ինչու պիտի այսօր Ադրբեջանը առանց որևէ փամփուշտ առաջ գա։ Հարցս ուղղեցի պարոն Պապիկյան ձեզ, եւ ոչ թե ասեք ստում ենք, այլ փորձեք պատասխանել, թե ինչու եք թաքցնում այս փաստերը։ Մեկ այլ պատասխան նաեւ այսպիսին, որ մեր յուրաքանչյուր մարտական դիրքերում գտնվող տղաները, որոնք որ հաստատ գիտեն, թե ինչ է տեղ ունենում, ով իր ընտանիքում ունի ծառայող, հաստատ գիտի ինչ է տեղի ունենում ու իրեն գիտեն։ Ինչի եք է զինվորների մեջքը կոտրում։ Ինչի այսօր չեք կանգնում իրենց մեջքին, որպեսզի նրանք մարտնչեն ու իրենց հողը պահեն։ Եթե այսօր չգիտեմ, մտածում եք, որ դե ոչինչ էս լեռան գլխին տարվա մեծամասնությունը, ասա ձեր համար է ձյուն։ Մեր համար դա հայրենիք է։ Եթե ձեր համար որևէ քաղաք դժգույն է, մեր համար դա հայրենիք է։ Հուսով եմ մեկ քայլ ավելի շուտ կլքեք այս իշխանությունը ու կթողեք այս ժողովուրդը ապրի։ Այսքանը, ճիշտն ասած շատ բան կա խոսելու, բայց եկեք տեսնենք մեր Վարդան այս առաջարկի ձեզ կխոսի ձեր հետ, թե ինչպիսի լուծումներ ունենք։ Նախ ցանկանում եմ հավելել, որ այս ամիսներ տևած երկար աշխատանքի շրջանակներում մենք ոչ միայն այստեղ բերել ենք ներկայացնենք ինչ-որ սկրինշոթներ, այլ նաև հստակ կոորդինատներով նշել ենք, թե որ տարածներում են տեղի ունեցել ներխուժումները, որպեսզի պաշտպանության նախարարը իրազեկված լինի, հնարավոր է դեպքում ավելի լավ կարողանա իր աշխատանքը իրականացնել։ Ինչ վերաբերվում է լուծումներին, ցանկանում եմ նշել նախ եւ առաջ, որ խաղաղությունը հնարավոր է միայն, եթե մենք հզոր լինենք, եթե մենք ուժեղ լինենք, մեր բանակը լինի մարտունակ եւ ապահովված լինի ռազմական բալանսը, եւ այդ պատճառով մենք գտնում ենք, որ առաջին քայլը, որ պիտի արվի, դա բանակցային սեղան վերադարձնելն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեօկուպացիայի հարցը, որը որ մեզ համար կապահովի նախ եւ առաջ բանակցային շատ մեծ խորհուրդ եւ կանք կառն այս զիջումները, որ տեղի են ունենում կառավարության կողմից, իսկ ինչ վերաբերում է բուն արդեն անվտանգային քայլերին, պարոն Թաթյանը իր ուղերձի մեջ նշել է այն 4 քայլերը, որոնք որ առաջնահերթ պիտի իրականացվեն, դրանից առաջինը հանձնաժողովի ստեղծումն է, որը որ 6 ամսվա շրջանակներում պիտի ներկայացնի համապարփակ պաշտպանության մեր ծրագիրը, ու որը կսկսվի իրականացնել հենց մեր կառավարությունը ստանձնելուց հետո։ Երկրորդը եւ իմ կարծիքով ամենակարևորը դա ռազմական բյուջեի ավելացումն է, այսինքն մենք գտնում ենք, որ պիտի ընդունվի օրենսդրություն եւ մենք ընդունենք այդ օրենսդրությունը, որ ռազմական բյուջեն չի կարող նվազ լինել Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի 8%-ից, ինչն իրենից ենթադրում է, որ արդեն հաջորդ տարի Հայաստանի Հանրապետության բյուջեն ի տարբերություն ներկայիս բյուջեի արդեն ավելացած կլինի $1 միլիարդ։ Երրորդ քայլը դա այն է, որ մենք այդ տվյալ բյուջեից $500 միլիոն ուղղելու ենք Հայաստանի Հանրապետությունում գործող ընկերություններին, որպեսզի շատ արագ տեմպերով զարկ տանք ռազմական արդյունաբերությանը, եւ չորրորդը արդեն 44 օրյա պատերազմի
ազգային ժողովի կողմից այդ զեկույցի հրապարակումն է, որը որ արդեն կհեշտացնի պատասխանատվության ենթարկելու գործընթացը, որպեսզի մենք ինքներս հասկանանք, թե ինչ սխալներ ենք թույլ տվել ու հետագայում դրանք չկրկնենք։ Վարդան, դուք ասացիք, մենք չենք բերել սկրինշոթեր զուտ հանձնենք ՊՆ, այլ ուզում ենք տեղեկացնել, որ նման խնդիր կա։ Կարծում եք Պաշտպանության նախարարությունը այդքան անադեկվատ է, որ ընդհանրապես տեղյակ չի իր տարածքում ինչ է կատարվում, այսինքն դուք եկել եք զուտ նոր տեղեկացնել, կարծում եք ՊՆ-ն ընդհանրապես չի վերահսկում այդ տարածքները, չի նայում ինչ է կատարվում եւ ձեզանից պիտի իմանա։ Ինչպես գործընկերս նշեց, տեսեք, Պաշտպանության նախարարությունն ասել է, որ մենք չենք հասկանում միայն Պաշտպանության նախարարին։ Բնականաբար քաղաքական ղեկավարությունը տեղյակ է այդ առաջխաղացումներից։ Մեր նպատակը այստեղ ոչ թե հենց Պաշտպանության նախարարին կամ Նիկոլ Փաշինյանին սրա մասին տեղեկացնելն է, այլ մեր լայն հանրությանը, որպեսզի նրանք տեղյակ լինեն, որ հասարակությունը ամեն անգամ այս հին նույն խոսույթը, որ խաղաղությունը զոհ չունենք սահմանին, այս ամենը սուտ է, այսինքն ամեն անգամ մենք մաս առ մաս մեր երկիրը հանձնում ենք ու արդեն հնարավոր է, որ մոտ ժամանակներս դրանք գան ու վերահսկողություն հաստատեն հենց օրինակ Երևանի մատուցում։ Խնդիրը հենց սրանում է, ոչ թե նրանց անտեղյակ լինելը։ Հիմա հասնում եք արդեն նամակը։ Հիմա այո, այս հիմա հարցերին պատասխանից հետո Իշխանության գալ դեպքում խաղաղ ճանապարհը տարածքների հետ բերել տեսեք, այսպես ասեմ, ես ինքս որպես պատերազմի մասնակից դեմ եմ պատերազմին ու շատ կարևոր նկատառում անեմ, որ կառավարությունը որևէ բարոյական իրավունք չունի պատերազմ բերելուց խոսի, որովհետև ես օրինակ իմ կյանքն եմ վտանգի ենթարկել հանուն պատերազմի, հանուն խաղաղության, այսպես ասեմ, իմ ընկերներն են զոհվել, այսինքն մենք շատ լավ ենք պատկերացնում պատերազմի գինը ու ինչ գին պիտի վճարենք։ Մենք միայն գնալու ենք խաղաղության ճանապարհով, բայց խաղաղությունը չի կարող հիմնված լինել կեղծիքի վրա, այսինքն բանակցային գործընթացը պիտի հիմնված լինի բացառապես փաստերի վրա, եթե իհարկե մենք ցանկանում ենք արժանապատիվ ու երկարատև խաղաղություն, ոչ թե ժամանակավոր ինչ-որ շղաշ նախընտրական այդպես քարոզարշավ իրականացնելու համար։ Գիտեք էլի, որ մեր քաղաքացիական պայմանագիրը սիրում են էլի անընդհատ խաբեն, ասեն մենք չգիտեինք տեղակ չկնեց, որ ձեր արժև շատ հստակ ցույց եմ տալիս։ Կոորդինատներով, նկարներով, դիմումով, կոորդինատներով հստակ Չէ, գախնի ոչ իմ չկա, ասում, ընդհանրապես բաց աղբյուրներից կատարած մանրակրկիտ պրոֆեսիոնալ հետազոտություն է։ Հա գախնի բան չունենք։ Կոորդինատներով հստակ նկարներով, դիմումով, ամբողջ նկարներով, փաթեթը, մենք երբ ուսումնասիրությունը ավարտվել է, հստակ արդեն փաստերը մեր ձեռքում եղել է, հանրությանը իրազեկում ենք, հենց հիմայի հարց չկա, եթե մի շաբաթ առաջ մենք ամբողջ փաստերը, անհերքելի փաստերը մեր ձեռքում ունենենք, մի շաբաթ առաջ նախընտրական դիվիդենդներ բացարձակապես նախընտրական ի տարբերություն Նիկոլի եւ իր քաղաքական թիմի, մենք մեր երկրի անվտանգությունը որպես քաղաքական դիվիդենդ ու շահարկման առարկա երբեք չենք դարձրել ու երբեք չենք դարձնելու։ Այնպես որ սա փաստ։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, բոլոր լուսանկարները, դիմումը, ֆոտոները, այս ամենը հեսա ծրարի մեջ ես դնում եմ, ուղարկում եմ։ Դիմումում ինչ եք պահանջում։ Դիմում պահանջում ենք, որ նրանք շատ հստակ պատասխանեն, ինչու են հանրությունից գաղտնի պահել։ Եթե նրանք ունեն փաստեր, որոնք բնականաբար չունեն, եթե ունեն թող հերքեն, եթե ոչ թե պատասխանեն, ինչու են հանրությունից, ինչու են հանրությանը խաբել հերթական անգամ։ Պարոնյան, մի հարց էլ էլի, այստեղ նշում եք, որ այս դիրքից տեսանելիությունը հա բացվում դեպի արոտավայրեր, կուտ եւ սոտքի հանքավայր, բայց սա պետք է նշել, որ առաջի դիրքը չէ, որ այդ տեսանելությունը բացվում միանշանակ Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքում Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքից մոտավորապես 200 քառակուսի կիլոմետր տարածք եւ մշտադիտարկման եւ ուղիղ հասանելիության տակ են շատ ու շատ բնակավայրեր, թե Տավուշի մարզում, թե Գեղարքունիքի մարզում, թե Սյունիքում, թե Ջերմուկի հարևանությամբ, բոլորս մենք շատ լավ գիտենք ինչ են հասցրել այս մարդիկ։ Դրա համար հիմա ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը, մենք փաստերը հեսա կներկայացնենք, իսկ թող իրանք էլ կպնեն իրանց գործին ու փորձեն հերքել։ Հնարավոր է ասեն օրինակ չափազանցած այդ դիրքի նշանակությունը ոչ, ինչի մասին է, դիրքի նշանակության մասին հարց չի։ Հարցը նա է, որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, Ադրբեջանը Հայաստանի տարածքում դիրք է սարքում մարտական դիրքեր։
ֆակտորը Ընդ որում, հա, շատ շնորհակալություն, շատ շնորհակալություն, որ ասացիք։ Պարզ երևում էր, թե որ օրվանից են այդտեղ շարժ նկատել, որ օրն է դիրք հայտնվել, չնայած այդ նույն անդրադարձում իմ գործընկերները նշում են, որ որոշ մտահոգություններ չափազանցված են, բայց այնուամենայնիվ դատելով տեսանյութից հաստատվեց այն փաստը, որ թե ով է ստում ըստ էության։ Նախ շատ շնորհակալություն հարցի համար, որ հիշեցրեցիք, ֆակտորը որպես լրագրողները հստակ ստուգեցին փաստեցին, որ մեր ասածը ամբողջովին ճշմարտությունը, իսկ ինչ վերաբերվում է չափազանցվածի մասին, ասեմ, քանի որ լրագրողները ամեն են հարգանքով լրագրողների հանդեպ անվտանգության մասնագետներ չեն, նրանք չեն կարող հստակ գնահատականներ տալ, որ առաջ խաղացումն է վտանգավոր, որը վտանգավոր չի։ Եվ վերջապես ցանկացած առաջ խաղացում, ցանկացած Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի օկուպացիա, դա ոչ թե վտանգավոր է, դա անթույլատրել է եւ էգզիստենցիալ վտանգ է Հայաստանի համար։ Շնորհակալություն, սիրելի լրագրողներ, ես հիմա կհանդիպեմ, ասեք։ Հիմա քանի որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս, մենք չենք կարողանում գնալ եւ անձեն աչքով տեսնել։ Օրինակ, դուք առաջարկում եք Պաշտպանության նախարարությանը, որպեսզի իրենք եթե ունեն օրինակ հակափաստարկներ, ինչպիսիք որ դուք փաստերով ներկայացնում եք, եթե դրանց հակափաստարկները փաստերով ունեն, թող իջնեն այստեղ, համ ձեզ ներկայացնեն, համ մենք տեսնենք, հանրությանն էլ կտեղեկացնենք, ասենք այս մարդիկ իրենց գործերին են կպած, այս ինչ է։ Դե հաշվի առնելով, որ մենք բոլորս էլ տեսել ենք այս տարիների ընթացքում այս մարդկանց անպատասխանատվության աշճանը, ոչ պրոֆեսիոնալիզմի աշճանը, ես այդպես պատրանքներ չունեմ, որ իրենք կարող են սա հերքել, բայց խնդիր չկա, եթե կարող են, թող հերքեն։ Մենք գիտենք, որ մենք ճիշտ ենք, մենք գիտենք, որ մեր փաստերը շատ հստակ են, երկաթյա փաստեր են, եթե կարան խնդրեն, կարծիքով չեն կարող, կարծիքով չեն, վստահ եմ, որ չեն կարող, եւ դուք կհամոզեք, որ չեն կարող։ Այլ բացահայտումներ լինելու։ Իհարկե լինելու են, մենք Նիկոլ Փաշինյանի բոլոր գեղեցիկները հատ առ հատ պայթեցնելու ենք, Նիկոլ Փաշինյանի չեղած ռեյտինգը էլ ավելի ենք հավասարացնելու հողին, պատրելու ենք նրանց դիմակները եւ վերջապես մեծ հույս ունենալով, որ մեր հասարակությունը կարա Նիկոլ Փաշինյանին ճանապարհի այնտեղ, որտեղից նա եկել է։ Շնորհակալություն։